Գյուղը փոքր էր, բայց լի էր գաղտնի պատմություններով։ Ամեն մարդ կարծես գիտեր մյուսի կյանքի մանրամասները։ Այդ պատճառով էլ այստեղ մարդիկ սովորել էին թաքցնել իրենց զգացմունքները։ Արամը գյուղի ամենահամեստ տղաներից էր։ Նա աշխատում էր հոր հետ արհեստանոցում, օրերով փայտ էր կտրում, դռներ ու պատուհաններ պատրաստում։ Նրա կյանքը հանգիստ էր ու սովորական, մինչև այն օրը, երբ առաջին անգամ տեսավ Լիանային։ Լիանան նոր էր եկել գյուղ։ Նա ապրում էր մեծ հին տան մեջ, գյուղի ամենահարուստ ընտանիքներից մեկի աղջիկն էր։ Նրա հայրը շատ խիստ մարդ էր, և գյուղում բոլորը գիտեին, որ նա երբեք թույլ չի տա, որ իր աղջիկը շփվի պարզ մարդկանց հետ։ Մի երեկո, երբ արևը արդեն մայր էր մտնում, Արամը տուն էր վերադառնում։ Ճանապարհի կողքին կանգնած էր Լիանան։ Նա կարծես ինչ-որ մեկին էր սպասում, բայց գյուղի փողոցը դատարկ էր։ Արամը անցնում էր կողքով, երբ հանկարծ Լիանան ասաց. «Կներեք, դուք գիտեք որտեղ է գետը»։ Արամը մի պահ լռեց։ Նա երբեք այդքան մոտից չէր խոսել նրա հետ։ «Այո, ես կարող եմ ցույց տալ», պատասխանեց նա։ Նրանք միասին քայլեցին դեպի գետը։ Ճանապարհին քիչ էին խոսում, բայց այդ լռության մեջ ինչ-որ ջերմություն կար։ Երբ հասան գետի ափը, արդեն մութ էր ընկնում, և ջրի վրա արտացոլվում էր լուսնի լույսը։ Լիանան ժպտաց. «Շնորհակալ եմ, ես այստեղ դեռ ոչինչ չեմ ճանաչում»։ Արամը զգաց, որ այդ ժպիտը երկար կմնա իր հիշողության մեջ։ Այդ երեկոյից հետո նրանք սկսեցին հաճախ հանդիպել նույն վայրում, գետի մոտ։ Սկզբում պատահական, հետո արդեն հատուկ։ Բայց գյուղում գաղտնիքները երկար չեն մնում գաղտնի։ Մի օր Արամը նկատեց, որ հեռվից ինչ-որ մեկը հետևում էր նրանց։ Նա դեռ չգիտեր, որ այդ պահից նրանց կյանքը արդեն սկսում էր փոխվել։ Այդ երեկո, երբ Արամը նկատեց, որ ինչ-որ մեկը հեռվից հետևում է նրանց, նրա սիրտը անհանգիստ սկսեց բաբաքել։ Նա փորձեց չնայել այդ կողմը, որպեսզի Լիաննան չնկատի։ «Ինչ եղավ»։ հարցրեց Լիաննան, նկատելով, որ Արամը հանկարծ լռել էր։ «Ոչինչ, պարզապես մտածում էի», ասաց նա, փորձելով ժպտալ։ Բայց իրականում նա արդեն հասկանում էր, որ իրենց հանդիպումները կարող են վտանգավոր լինել։ Գյուղում մարդիկ շատ արագ էին խոսում։ Մեկը տեսնում էր, մյուսին ասում, հետո արդեն ամբողջ գյուղը գիտեր։ Այդ օրից հետո Արամը սկսեց ավելի զգույշ լինել։ Նրանք հանդիպում էին ավելի ուշ, երբ փողոցները գրեթե դատարկ էին լինում։ Երբեմն պարզապես նստում էին գետի մոտ և խոսում տարբեր բաների մասին՝ մանկությունից, երազանքներից, ապագայից։ Մի անգամ Լիաննան կամաց ասաց. «Գիտես, ես երբեք այսքան ազատ չեմ զգացել ինձ»։ Արամը նայեց նրան։ «Ինչու»։ Լիաննան մի պահ լռեց։ «Իմ հայրը որոշում է իմ կյանքի գրեթե ամեն բան։ Նա արդեն ուզում է, որ ես ամուսնանամ մի մարդու հետ, որին նույնիսկ չեմ սիրում»։ Այդ խոսքերը ծանր կախվեցին օդում։ Արամը չգիտեր ինչ ասել։ Նա հասկանում էր, որ իրենց աշխարհները շատ տարբեր են։ «Իսկ դու ինչ ես ուզում»։ հարցրեց նա վերջապես։ Լիաննան նայեց գետի ջրին, հետո Արամին։ «Ես ուզում եմ ապրել իմ կյանքը, ոչ թե այն, որը ուրիշներն են ընտրել ինձ համար»։ Այդ պահին Արամը հասկացավ, որ իր զգացմունքները արդեն շատ խորն են դարձել։ Բայց հենց այդ պահին հեռվից լսվեց ձայն. «Լիաննա»։ Երկուսն էլ սարսափած շրջվեցին։ Մթության մեջ երևաց մի տղամարդու կերպար։ Դա Լիաննայի հայրը վարորդն էր։ «Ձեր հայրը ձեզ է փնտրում», խիստ ձայնով ասաց նա։ Լիաննան կամաց կանգնեց։ Նրա աչքերում անհանգստություն կար։ Նա վերջին անգամ նայեց Արամին։ Վաղը, նույն տեղում։ Բայց Արամը զգում էր, որ ինչ-որ բան արդեն փոխվել է, և գուցե վաղը ամեն ինչ այլևս նույնը չի լինելու։ Հաջորդ օրը Արամը ամբողջ օրը անհանգիստ էր։ Արհեստանոցում աշխատելիս նա հաճախ կանգ էր առնում ու մտածում երեկվա մասին։ Լիանայի հոր վարորդի հայտնվելը նրան լավ բան չէր հուշում։ Երեկոյան, երբ արևը սկսեց մայր մտնել, նա գնաց գետի մոտ։ Քամին թեթև շարժում էր ծառերի տերևները, իսկ ջուրը դանդաղ հոսում էր ինչպես միշտ։ Արամը նստեց նույն քարի վրա, որտեղ նրանք միշտ էին նստում։ Ժամանակը անցնում էր։ Լիանան չէր գալիս։ Արդեն մթնել էր, երբ հեռվում նա վերջապես տեսավ մի ծանոթ կերպար։ Լիանան արագ քայլերով մոտենում էր, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել իրեն։ «Դու եկար»,
ասաց Արամը թեթև շունչ քաշելով։ Բայց Լիանայի դեմքը ուրախ չէր։ Նա կանգնեց նրա դիմաց ու մի քանի վայրկյան լուռ մնաց։ Հայրս արդեն գիտի, կամաց ասաց նա։ Արամի սիրտը կարծես կանգ առավ։ Ինչպես։ Գյուղում ինչ-որ մեկը տեսել է մեզ ու ասել նրան։ Քամին ուժեղացավ և մի պահ երկուսն էլ լռեցին։ Նա ասաց, որ ես այլևս չպետք է դուրս գամ երեկոյան և հատկապես չպետք է հանդիպեմ քեզ։ Արամը նայեց գետին։ Նա գիտեր, որ հենց այդպես էլ պետք է լիներ։ Այդ սերը ի սկզբանե դժվար էր լինելու։ Իսկ դու ինչ ես ուզում, կամաց հարցրեց նա։ Լիանայի աչքերը փայլում էին լուսնի լույսի տակ։ Ես չեմ ուզում կորցնել քեզ։ Այդ խոսքերը Արամի համար ամեն ինչ էին նշանակում, բայց նա նաև հասկանում էր վտանգը։ Քո հայրը շատ հզոր մարդ է այս գյուղում, ասաց նա։ Լիանան մոտեցավ մի քայլ։ Իսկ եթե մենք պարզապես չվախենանք։ Արամը նայեց նրան։ Այդ պահին թվում էր, թե ամբողջ աշխարհը լուռ է, բայց հենց այդ պահին հեռվում լսվեց մեքենայի շարժի ձայն։ Լիանան շրջվեց։ Ճանապարհի վրա երևաց մուգ մեքենա, որը դանդաղ մոտենում էր գետի կողմը։ Նրանք ինձ են փնտրում, շշնջաց նա։ Երկուսն էլ հասկանում էին, որ հիմա արդեն ամեն ինչ կարող է փոխվել, և այդ գիշերը կարող էր որոշել նրանց ամբողջ ապագան։ Մեքենայի լույսերը լուսավորեցին գետի ափը։ Լիանան մի պահ կանգնեց անշարժ։ Նրա աչքերում վախ կար, բայց նաև ինչ-որ վճռականություն։ Նրանք արդեն այստեղ են, շշնջաց նա։ Արամը նայեց ճանապարհի կողմը։ Մուգ մեքենան կանգ առավ և դուռը բացվեց։ Մեքենայից դուրս եկավ նույն վարորդը, բայց նրա հետևից իջավ նաև մեկ ուրիշ մարդ։ Լիանայի հայրը։ Նա բարձրահասակ ու խիստ տեսք ուներ։ Նրա քայլերը ծանր էին, իսկ հայացքը սառը։ Լիանան կամաց ասաց. նա երբեք չի ների դրա համար։ Արամը զգաց, որ սիրտը արագ է բաբախում, բայց նա չհեռացավ։ Լիանայի հայրը մոտեցավ նրանց ու մի քանի վայրկյան լուռ նայեց։ Այսինքն, սա է այն տղան, վերջապես ասաց նա ծանր ձայնով։ Լիանան առաջ եկավ. հայրիկ, խնդրում եմ, բայց տղամարդը ձեռքը բարձրացրեց, որպեսզի նա լռի։ Նա նայեց Արամին այնպես, կարծես չափում էր նրան։ Դու հասկանում ես, թե ում աղջկա հետ ես կանգնած այստեղ։ Արամը մի պահ լռեց, հետո պատասխանեց հանգիստ. Այո, բայց ես նրան չեմ հանդիպում նրա ընտանիքի պատճառով։ Այդ խոսքերը կարծես ավելի զայրացրին տղամարդուն։ Դու կարծում ես, որ կարող ես մտնել իմ ընտանիքի կյանք ու ամեն ինչ նույնը կմնա։ Քամին ուժեղ փչեց և գետի ջուրը աղմկեց։ Լիանան բռնեց Արամի ձեռքը։ Հայրիկ, ես սիրում եմ նրան։ Այդ խոսքերը կախվեցին օդում։ Լիանայի հայրը մի քանի վայրկյան ոչինչ չասաց։ Նրա դեմքը կարծես քարացել էր։ Հետո նա դանդաղ ասաց. վաղը մենք հեռանում ենք այս գյուղից։ Լիանան շոկից նայեց նրան։ Ինչ, դու այլևս չես տեսնի այս տղային։ Արամը զգաց, թե ինչպես է ներսում ամեն ինչ ծանրանում։ Նա հասկանում էր, որ դա կարող է լինել նրանց վերջին հանդիպումը։ Լիանայի աչքերում արդեն արցունքներ կային։ Ես չեմ ուզում գնալ, բայց նրա հայրը արդեն շրջվել էր դեպի մեքենան։ Վաղը առավոտյան պատրաստ եղիր։ Մեքենայի դուռը փակվեց, շարժիչը միացավ և մեքենան հեռացավ մթունյան մեջ։ Գետի ափին մնացին միայն Արամն ու Լիանան։ Լռությունը երկար էր։ Լիանան նայեց նրան արցունքոտ աչքերով։ Եթե ես գնամ, դու ինձ կհիշես։ Արամը նայեց նրան այնպես, կարծես փորձում էր հիշել այդ պահի ամեն մանրուքը։ Ես երբեք չեմ մոռանա քեզ։ Բայց նրանք դեռ չգիտեին, որ հաջորդ օրը ճակատագիրը պատրաստել էր մի որոշում, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Այդ գիշերը Արամը գրեթե չքնեց։ Նրա մտքերը միայն Լիանայի մասին էին։ Նա անընդհատ հիշում էր նրա խոսքերը, նրա հայացքը, այն պահը, երբ նա ասաց. ես սիրում եմ նրան։
Առավոտյան գյուղը սովորականի պես էր թվում։ Մարդիկ գնում էին իրենց գործերով, երեխաները խաղում էին փողոցում, բայց Արամի համար ամեն ինչ այլ էր։ Նա գիտեր, որ այսօր Լիաննան կարող է հեռանալ ընդմիշտ։ Մի պահ նա փորձեց համոզել իրեն, որ պետք է մոռանա այդ ամենը։ Լիանայի հայրը հզոր մարդ էր, եւ պայքարելը նրա դեմ կարող էր միայն խնդիրներ բերել։ Բայց որքան ավելի էր փորձում մոռանալ, այնքան ավելի էր հասկանում, որ չի կարող։ Կեսօրին նա որոշեց գնալ դեպի այն մեծ տունը, որտեղ ապրում էր Լիաննան։ Տունը շրջապատված էր բարձր ցանկապատով, իսկ դարպասի մոտ կանգնած էր նույն վարորդը։ Արամը կանգնեց մի փոքր հեռու, չիմանալով ինչ անել։ Հանկարծ դարպասը բացվեց։ Տնից դուրս եկավ Լիաննան։ Նրա կողքին կանգնած էր հայրիկը, իսկ մի քանի աշխատողներ մեքենայի մեջ էին դնում ճամպրուկներ։ Արամի սիրտը սկսեց արագ բաբախել։ Լիաննան հանկարծ նկատեց նրան։ Նրանց աչքերը հանդիպեցին։ Մի քանի վայրկյան աշխարհը կարծես կանգ առավ։ Լիանայի հայրը նույնպես նկատեց այդ հայացքը եւ շրջվեց Արամի կողմը։ Նրա դեմքը մռայլվեց։ «Մենք արդեն խոսել ենք այս մասին», ասաց խիստ։ Լիաննան դանդաղ մոտեցավ դարպասին։ «Հայրիկ, ես չեմ կարող պարզապես գնալ»։ «Դու պետք է գնաս», կտրուկ պատասխանեց նա։ Լիաննան նայեց Արամին։ Նրա աչքերում արցունքներ կային, բայց այդ արցունքների մեջ նաև ուժ կար։ «Եթե ես հիմա նստեմ այդ մեքենան, ես կկորցնեմ իմ կյանքը», կամաց ասաց նա։ Տղամարդը լուռ նայեց նրան։ «Իսկ եթե մնաս», հարցրեց նա ծանր ձայնով, «դու պատրաստ ես ապրել այնպիսի կյանք, որը ես քեզ այլևս չեմ ապահովի»։ Լիաննան մի պահ լռեց։ Հետո նա դանդաղ բացեց դարպասը եւ դուրս եկավ։ Նա կանգնեց Արամի կողքին։ «Ես ընտրել եմ իմ կյանքը»։ Գյուղի փողոցը լուռ էր։ Նույնիսկ քամին կարծես կանգ էր առել։ Լիանայի հայրը մի քանի վայրկյան նայեց նրանց։ Նրա դեմքը ոչինչ չէր ցույց տալիս։ Հետո նա պարզապես շրջվեց, նստեց մեքենան եւ ասաց վարորդին. «Գնանք»։ Մեքենան դանդաղ հեռացավ ճանապարհով։ Արամն ու Լիաննան մնացին կանգնած նույն տեղում։ Նրանք դեռ չէին հասկանում, թե ինչ դժվար ճանապարհ էր սպասվում նրանց առաջ, բայց մեկ բան արդեն հաստատ էր։ Այս սերը այլևս գաղտնիք չէր։ Օրերը անցնում էին, բայց գյուղում ամեն ինչ արդեն փոխվել էր։ Մարդիկ սկսեցին խոսել նրանց մասին։ Ոմանք զարմացած էին, ոմանք քննադատում էին, բայց կային նաև մարդիկ, ովքեր պարզապես լուռ էին նայում ու հասկանում։ Արամն ու Լիանան հիմա արդեն բաց էին հանդիպում։ Նրանք հաճախ քայլում էին նույն գետի մոտով, որտեղ ամեն ինչ սկսել էր։ Բայց կյանքը հեշտ չէր դարձել։ Լիանան արդեն չուներ այն հարմար կյանքը, որը ունեցել էր նախկինում։ Նա սկսեց աշխատել գյուղի փոքր խանութում, իսկ Արամը շարունակում էր աշխատել արհեստանոցում։ Երբեմն երեկոյան նրանք նստում էին գետի ափին եւ պարզապես խոսում ապագայի մասին։ Մի երեկո Լիանան ժպտալով ասաց. «Գիտես, երբեմն մտածում եմ, թե ինչ կլիներ, եթե ես նստեի այդ մեքենան»։ Արամը մի պահ լռեց։ «Հավանաբար, հիմա դու շատ ավելի հեշտ կյանք կունենայիր»։ Լիանան գլուխը թափ տվեց։ «Բայց ես չէի լինի երջանիկ»։ Քամին մեղմ շարժում էր գետի ջուրը, իսկ արևը կամաց-կամաց մայր էր մտնում։ Լիանան նայեց Արամին։ «Սերը երբեմն դժվար է լինում, բայց եթե այն իսկական է, մարդը պատրաստ է ամեն ինչի»։ Արամը բռնեց նրա ձեռքը։ «Մենք միասին կհաղթահարենք ամեն ինչ»։ Այդ պահին գետի վրա արևի վերջին լույսերը փայլեցին։ Նրանց սերը սկսվել էր որպես արգելված սեր, որը բոլորը կարծում էին չի կարող գոյատևել։ Բայց երբեմն հենց ամենադժվար ճանապարհներն են տանում դեպի իսկական երջանկություն։ Եվ այդ փոքր գյուղում, գետի ափին, երկու մարդ հապացուցեցին, որ երբ սերը իսկական է, ոչ մի արգելք չի կարող կանգնեցնել այն։